Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արցախի մեջ ջուրի խողովակ վերանորոգող հայ վարպետները քննադատահարված են միայն հայ ըլլալուն համար։ Գոմիդասի եւ Սիբիլի ցայները միացած են նոր տեսահոլովակի մեջ։ Օսկան Մարտիկյան, Օսմանյան գաստրության փոստի եւ հերակրադան նախարար։ Իրանի եւ ԱՄՆ-ի հագամարտությունը կսաստկանա։ Իսրայելի բանակը հայտնած է Հորդանան քեդի արևմտյան ափին ահաբեկչական հարձակման փորձի մասին։ Իսրայելյան անօտաչու թռչող սարգը հարվածած է շտաբօգնության ինքնաշարժը։ Երզնգայի մեջ նկատված է ականջողերով չրային օծմը։ Եսայան միությունը երեխաներուն համար կգազմագերբե ամառնային ստեղծագործական աշխատանոցներ։ Արցախի հանրապետության արդարություն կուսակցության համահիմնադիր եւ համանախագահ Հակոբ Հակոբյան անդրադարձած է արցախահայության ընկերային խնդիրներուն, վերադարձի իրավունքին եւ անվտանգության հարցերուն։ Ան նշած է, որ Արցախի հայաթափումեն յետ արցախահայության մեծ մասը կշարունակի ապրիլ ձանր պայմաններու մեջ եւ նյութական աջակցությունը չի գրնար փոխարինել հայրենիքի գորուստը։ Ըստ Հակոբյանի, Արցախի հարցը չի գրնար փակված համարվել, քանի դեռ հայությունը չհրաժարած իր հայրենի հողին վրա ապրելու իրավունքին։ Անդրադառնալով Բաքվի հետ հարաբերություններուն, ան հիշեցուցած է շրջափակման դարիներու մարտահրավերական ճգնաժամը, գազի եւ էլեկտրականության դադրեցումները։ Հակոբյանն նաեւ բնդած է, որ Բաքվի ուժերը կնդագահարած են ջուրի խողովակ վերանորոգող հայ վարպետները միայն անոնց հայ ըլլալու պատճառով նման գործողությունները նկատելով քաղաքական հրահանգի հետևանք։ Ան մտահոգություն հայտնած է նաեւ Բաքվի ռազմական աշխուժության, Արցախի մշակութային ժառանգության վիճակին եւ Հայաստանի անվտանգության մարտահրավերներուն վերաբերյալ, շեշտելով ազգային ու պետական շահերու հետևողական պաշտպանության անհրաժեշտությունը։ Հուլիս 22-ին Երևանի մեջ տեղի ունեցած է Բոլսահայ երգչուհի Սիբիլի նոր տեսահոլովակի շնորհանդեսը։ Արորն ու դադրագը ստեղծագործության հիման վրա պատրաստված տեսահոլովակին մեջ առաջին անգամ միացած են Կոմիտաս վարդապետի իսկական ցայնակրություն ու Սիբիլի գենտանի կատարումը։ Ցերնարգը նվիրված էր Հոփենըթմենի հիմնադրության 120-ամյակին եւ համախմբած էր մշակութային, հասարակական ու քաղաքական ոլորտներու բազմաթիվ ներկայացուցիչներ։ Սիբիլ նշած է, որ դարիներ առաջ լսելով Գոմիդասի գդարումը երազած էր նույն երգը անոր ցայնին հետ միասին ներկայացնել։ Ան ընդգծած է, որ նախագիծը նպատակ ունի Գոմիդասի ժառանգությունը նոր ցևով փոխանցել երիտասարդ սերունդին, պահպանելով անոր արվեստի հոգեվոր ու մշակութային արժեքը։ Ներկաները բարձր գնահատած են նախաձեռնությունը, զայն նկատելով անցյալն ու ներկան կապող մշակութային գամուրջ եւ Գոմիդասի անման ժառանգությունը նոր սերունդներուն փոխանցելու կարևոր քայլ։ Օսկան Մարտիկյան հայազգի Օսմանյան պետական եւ քաղաքական կորդիչ մներ։ Ան ծնած է Երզնգայի մեջ, վաճառական Աբեդիս աղա Մարտիկյանի ընտանիքի մեջ։ Սորված է հայկական դպրոցին մեջ ուսումնասիրելով հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն եւ արաբերեն։ Մարտիկյանի պետական ծառայությունը սկսած է Երզնգայի Սանջակի վարչական գրասենյակին մեջ։ Հետագային ան սպաղեցուցած է պատասխանատու պաշտոններ ֆինանսական կառավարման ոլորտին մեջ։ 1913-ին նշանակված է Օսմանյան գաստրության փոստի եւ հերակրադան նախարար եւ պաշտոնավարած է մինչեւ 1914-ը, երբ հրաժարական տված է առաջին աշխարհամարտի սկզբնական շրջանին։ Պաշտոնեն հեռանալ է ետ տեղափոխված է Եվրոպա, Մուտրուսի զինատատարեն յետ իրեն առաջարկված է գրգին նախարարական պաշտոնը ստանցել, սակայն ան մերժած է։ Օսկան Մարտիկյան մահացած է 1947-ին Կահիրեի մեջ։ Ան կհամարվի Օսմանյան գաստրության բարձակույն պաշտոններ սպաղեցուցած հայ կորդիչներեն մեկը, իր գործունեությունը ծավալելով վարչական եւ ֆինանսական կառավարման բնագավառներուն մեջ։ Մերձավոր Արևելքի մեջ շարունակվող Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը նոր զարգացումներ արձանագրած է։ Ըստ միջազգային լրատվամիջոցներու, Իրանը հարվածներ հասցուցած է Քուվեյթ-Իրաք սահմանային հատվածին եւ թիրախավորած Հորդանանի ու Բահրեյնի որոշ ռազմական կառույցներ։ Ի պատասխան, ԱՄՆ շարունակած է հարվածել Իրանի ռազմական ենթակառույցները, զգուշացնելով Թեհրանը, որ հետագա հարձակումները պիտի ունենան շատ ծանր հետևանքներ։ Լարվածությունը տարածված է նաեւ ծովային ուղիներուն մեջ։ Իրանի աջակցությունը վայելող հուդիներու հարձակումները Գարմիր ծովուն մեջ նոր սպառնալիքներ ստեղծած են միջազգային նավարկության համար եւ խորացած մտահոգությունները Հորմուզի նեղուցի անվտանգության շուրջ։ Դարաշրջանային ճգնաժամի խորացման պայմաններուն մեջ միջազգային նավթային շուկան եւս արձագանքած է։ Միաժամանակ միջազգային հանրությունը կշարունակի գոմերուն գոչնել զսպվածություն ցուցաբերելու եւ կանխելու հագամարտության հետագա սրումը։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնած են Արևմտյան ափի Իտմար բնակավայրին մոտ տանագահարության հետ կապված ահաբեկչական հարձակման փորձի մասին։ Ըստ հաղորդակցության Իտմար բնակավայրին մոտ հրթիռ փրկած է եւ հրթիռը մարելու փորձերու ընթացքին երկու հարձակողներ տանագահարած են իսրայելցի։
Դեպքի վայրը գտնվող ուրիշ իսրայելցի նկատած է հարձակումը եւ չեզոքացած երկու հարձակողները, վիրավորը տեղափոխված է հիվանդանոց։ Իսրայելյան ուժերը ժամանակավորապես շրջապակած են տարածքը, իսկ ոստիկանությունը հրշեջ ծառայությունները կհետաքննեն հրթիռային պատճառներն ու դեպքի մանրամասնությունները։ Լիբանանի հարավը Նաբատիե քաղաքի մերձակայքին մեջ հարձակման ենթարկված է Իսլամական առողջապահական կոմիտեի քաղաքացիական պաշտպանության ծառայության պատկանող ինքնաշարժը, որուն հետևանքով քանի մը բուժաշխատողներ վիրավորված են։ Ըստ աղբյուրի, Նաբատի Էլ-Ֆաուկա եւ Դար Էլ-Մուալիմին տղամասերուն միջև գտնվող ջամփուն վրա թիրախավորված է քաղաքացիական պաշտպանության մեքենան։ Փրկարարներուն շարքին կան վիրավորներ։ Արևմտյան Հայաստանի Երզնգան նահանգին մեջ ուշադրության կենտրոն դարձած է անսովոր տեսարանը, նկատված է ջրային օծմը, որուն գլխուն վրա ագանչողերու նման զարդեր կային։ Դարածված լուսանկարներն ու տեսանյութերը մեծ հետաքրքրություն առաջացուցած են ընկերային ցանցերու մեջ դարբեր մեկնաբանություններու եւ քննարկումներու առիթ դառնալով։ Մասնակիցներու համաձայն օծերը բնական պայմաններու մեջ ագանչներ չունին, հետևաբար նման զարդերը ամենայն հավանականությամբ մարդու կողմէ ամրացված են կամ տեսանյութին մեջ այլ միջամտություն եղած է։ Բոլսո քնալը գղզիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Բարդեզին մեջ Եսայան մշակութային քրական միությունը կկազմակերպի ամառանոց աշխատանոց խորագրով ամառնային ստեղծագործական աշխատանոցներ երեխաներուն համար։ Հուլիս 16-ին սկսած նախաձեռնությունը պիտի շարունակվի մինչև օգոստոս 27-ը։ Ծրագիրը կկազմակերպվի Ներսեսյան երգչախումբի աջակցությամբ, իսկ աշխատանոցները կկատարվին արևմտահայերենով, նպաստելով մայրենի լեզվի պահպանման։ Կազմակերպիչներուն համաձայն նպատակն է երեխաները ստեղծագործական միջավայրի մեջ համախմբել, անոնց հնարավորություն տալով սորվելու, խաղալու եւ ամբողջ ամռան ընթացքին արևմտահայերենով շփվելու։ Հարգելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։